Այսօր in vitro Armenia ընկերության հյուրն է գաստրոենտերոլոգ, թերապևտ, բժիշկ Երվանդ Մանուկյանը։ Բարև ձեզ, դոկտոր Մանուկյան։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ կպատմեք, երբ է մարդը սկսել ախտորոշել հիվանդությունները, այդ հիվանդությունների էվոլյուցիայի մասին մի փոքր պատմեք։ Շատ լավ։ Մարդկային ցեղի կազմավորումից ի վեր մարդը ունեցել է առողջական խնդիրներ եւ դեռևս հին ժամանակներից փորձել են ախտորոշել, բացահայտել այդ հիվանդությունները, որպեսզի կարողանան նրանց համար օպտիմալ լուծումներ առաջարկել։ Հին հույները հիվանդությունները ախտորոշում էին մաշկի գույնով, տեսքով, մեզի համով, հոտով։ Դեռևս մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հիպոկրատը արդեն կարևորում էր մարդկանց հետ հարցազրույցը, մարդկանց անամնեստիկ տվյալների հավաքումը որպես դիագնոստիկայի կարևոր մեթոդ։ Միջնադարյան Պարսկաստանում, օրինակ Ավիցեննան իր բժշկագիտության կանոններ, իսկ հետո նաև 12-րդ դարում հայ մեծ բժշկապետ Մխիթար Հերացին նույնպես կարևորում էին դիագնոստիկան տարբեր հիվանդությունների բուժման եւ ախտորոշման հարցերում։ Մարդկային ցեղի առաջին գոյության առաջին իսկ օրից մարդիկ փորձել են բացահայտել այդ հիվանդությունները եւ ժամանակի ընթացքում դրանք գնալով ավելի ու ավելի կատարելագործվել են։ 1673 թվականին առաջի խոշոր հայտնագործությունը թերևս բժշկագիտության մեջ դա նիդերլանդացի Լևենհուկի կողմից միկրոսկոպի մանրադիտակի հայտնագործումն էր, որը բացահայտեց մի նոր աշխարհ, մարդկային ցեղին զուգահեռ միկրոօրգանիզմների աշխարհը, որը մեծ ներդրում եղավ բժշկագիտության մեջ։ 1816 թվականին ֆրանսիացի գիտնական Լայենեկը ստետոսկոպը բացահայտեց, որով թոքային հիվանդությունների ախտորոշում կարողացան կատարել, որը դարձյալ մեծ հեղափոխական նշանակություն ունեցավ։ Վայրացննդի դարաշրջանը նշանավորվեց մարդու մարմնի ուսումնասիրությամբ, անատոմիան ձևավորվեց որպես գիտություն եւ առաջին դիահերձումները տեղի ունեցան դեռևս Լեոնարդո դա Վինչիի գլխավորությամբ։ Եվ այդպես մինչև 20-րդ դարը աստիճանաբար կարգավորվեց, կատարելագործվեցին բժշկության մեթոդները, ի հայտ եկան լաբորատոր եւ գործիքային հետազոտման մեթոդներ, 1901 թվականին բացահայտվեցին մարդկանց խմբերի գյուտը կատարվեց, որը դարձյալ հեղափոխական էր եւ առանցքային, 1903 թվականին էլեկտրոկարդիոգրամմայի գյուտը բացահայտվեց, որը որ մեծ ներդրում ունեցավ բժշկագիտության մեջ, 1940-ական թվականներին ուլտրաձայնը կիրառվեց որպես ախտորոշիչ մեթոդ, որը ընկավ հետագա ուլտրաձայնային սոնոգրաֆիկ հետազոտությունների հիմքում։ 1972 թվականին բացահայտվեց եւ կիրառության դրվեց կոմպյուտերային տոմոգրաֆիան, 1973 թվականին հայ մեծանուն գիտնական Ռայմոնդ Դամադյանի կողմից բացահայտվեց էլեկտրոմագնիսական դաշտերի դիագնոստիկ արժեքը եւ դա ընկավ MRT-ի հայտնագործման հիմքում, նա ստեղծեց առաջին պրոտոտիպը MRT սարքավորման, որը այսօր ամբողջ աշխարհը կիրառում է։ Եվ այդպես գնալով ավելի կատարելագործվեցին բժշկության մեթոդները, դիագնոստիկան, իսկ 21-րդ դարը դարձավ թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ գերճշգրիտ լաբորատոր դիագնոստիկ մեթոդների դար եւ այսօր արդեն այդ մեթոդների շնորհիվ հնարավոր է լինում ախտորոշել 15000 տարբեր նոզոլոգիաներ եւ հիվանդություններ, որոնց թվում մինչեւ 7000 հազվադեպ հանդիպող, այսպես կոչված օրֆան հիվանդություններ։ Եվ այդ բոլորը շնորհիվ դիագնոստիկ մեթոդների կատարելագործման։ Կասեք ճշգրիտ ախտորոշման կարևորությունը մարդկանց կյանքում։ Բոլոր հիվանդությունների ճիշտ հանգուցալուծման նպատակով առաջին նախապայմանը ճշգրիտ ախտորոշումն է։ Առանց ճշգրիտ ախտորոշման չի կարող լինել ճշգրիտ բուժում։ Տեսեք, նույն ախտանիշները կարող են հանդես գալ տարբեր հիվանդությունների ժամանակ, ասենք ցավը, ջերմությունը, տարբեր հիվանդությունների ժամանակ եւ միայն ախտանիշների դրսևորմամբ հնարավոր չէ ախտորոշել հիվանդությունը եւ այստեղ պետք է նաեւ օժանդակ գործիքային եւ լաբորատոր հետազոտության մեթոդներ կիրառել։ Բազմաթիվ հիվանդություններ իրանց նախասկզբնական փուլերում չեն ունենում ընդհանրապես ախտանիշներ, մասնավորապես լյարդի հիվանդությունները, չավրակ նորագոյացությունները եւ դարձյալ բացահայտվում են դիագնոստիկ մեթոդների օգնությամբ։ Շատ հիվանդություններ ընդհանրապես համր են եւ չեն ունենում դրսևորում եւ արդեն վերջի փուլերում կարողանում են մարդկանց փաստի առաջ կանգնացնել։ Եվ ի վերջո դիագնոստիկ մեթոդների օգնությամբ հնարավոր է գնահատել բուժման դինամիկան, բուժման արդյունավետությունը, կատարել ճշգրիտ պրոգնոզ, կանխատեսումներ հիվանդության ելքի վերաբերյալ, մի խոսքով առանց ճշգրիտ դիագնոստիկայի չի կարող լինել ճշգրիտ բուժում։ Ինչ հետևանքներ կարող են առաջացնել սխալ ախտորոշումը։
Սխալ ախտորոշման հետևանքով ամենագլխավոր հետևանքը, վնասակար հետևանքը թերևս ոչ ճիշտ բուժումն է, որը կարող է նաև մինչև անգամ մահացու ելք ունենալ, ծանր վախճան ունենալ, որովհետև դիագնոստիկան է ընկած բժշկության հիմքում եւ ճշգրիտ դիագնոստիկան ընկած է ճշգրիտ բժշկության հիմքում, արդյունավետ բուժման հիմքում։ Առանց դրա չի կարող տեղի ունենալ լիարժեք եւ համապարփակ բուժում։ Ոնց է գնահատում Հայաստանի առողջապահության համակարգում ախտորոշման վիճակը եւ ինչ դեր ունի in vitro Armenian այս համակարգում։ Պետք է ասեմ, որ Հայաստանի առողջապահությունը զինված է ամենաառաջադեմ մեթոդներով, ապարատուրայով, սարքավորումներով եւ գիտատեխնիկական վերջին նվաճումների օգնությամբ կարողանում է բավականին ճշգրիտ դիագնոստիկա անել, բավական է ասել, որ միավոր շնչին բաժին ընկնող MRT-ների, կոմպյուտերային տոմոգրաֆիաների, լաբորատորիաների թվով Հայաստանը առաջ է բազմաթիվ աշխարհի ընդհանուր մինչև եվրոպական երկրներից։ In vitro-ի մուտքը Հայաստան զգալիորեն հարստացրեց եւ կատարելագործրեց հայկական առողջապահության դիագնոստիկ հնարավորությունները։ Բավական է ասել, որ in vitro ախտորոշիչ կենտրոնը կատարում է 4000-ից ավելի դիագնոստիկ տեստ եւ ախտորոշիչ հետազոտություն։ Եթե համեմատելու լինենք ամերիկյան օրինակ խոշոր LabCorp Diagnostics ախտորոշիչ կենտրոնի հետ, որտեղ կատարվում է 6000 դիագնոստիկ տեստ եւ հետազոտություն, կամ օրինակ գերմանական Sonic Healthcare կամ ֆրանսիական Eurofin Scientific լաբորատորիաների հետ, որոնք կատարում են 5000-ից ավելի հետազոտություն, դա քիչ է, բայց եթե հաշվի առնենք, որ այս լաբորատորիաները կիրառում են ոչ միայն գոյություն ունեցող շուկայում առկա տեստերը, այլ նաև նրանք ունեն սեփական մտահղացումները, սեփական դատողությունները եւ իրենց նորամուծությունները բժշկագիտության աշխարհ եւ այնտեղ խոշոր գիտական կենտրոններ են։ In vitro-ն կիրառում է արդեն գոյություն ունեցող տեստերը եւ իր դիագնոստիկ հնարավորություններով մրցակցությունից դուրս է։ Այն Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հետխորհրդային տարածքի եւ արևելյան Եվրոպայի ամենախոշոր դիագնոստիկ կառույցն է եւ նրա մուտքը հայկական առողջապահական համակարգ զգալիորեն կատարելագործեց, հարստացրեց եւ ճշտգրտեց դիագնոստիկ հնարավորությունները։ Եթե օրինակ նախկինում բազմաթիվ հետազոտություններ ուղարկվում էին արտերկիր ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար, այսօր արդեն մենք այդ բոլորը կարող ենք շնորհիվ in vitro-ի անել Հայաստանում։ Եթե մենք գնահատելու լինենք հայկական միջավայրի դիագնոստիկ հնարավորությունները առողջապահության, ապա պետք է ասեմ, որ բոլոր լաբորատորիաների ընդհանուր կատարած հետազոտությունների ծավալը չի գերազանցում 1000-ին։ Իսկ եթե համեմատենք in vitro-ի հետ, որը կարող է մինչև 4000 հետազոտություն անել, դա զգալի մեծ ներդրում է հայկական առողջապահության համակարգում։ Շատերը գնում են Գերմանիա հետազոտվելու։ Կա արդյոք տարբերություն Գերմանիայում հետազոտվելու եւ Հայաստանում լաբորատոր հետազոտությունների միջեւ։ Թերևս այո, կա նախ հետազոտությունների ծավալով առաջի հերթին եւ ճշգրտությամբ, բայց տեսեք ինչու է սկզբունքային հարցը։ Բոլոր եվրոպական լաբորատորիաները դիագնոստիկ բժշկության մեջ կիրառվող, ունենում են երկու հիմնական սերտիֆիկատներ։ Դրանք ISO 9001 եւ ISO 15159 սերտիֆիկատներն են, որոնք երաշխավորում են այդ լաբորատորիաների ինչպես մենեջմենթի որակը, այնպես էլ նրա պրոֆեսիոնալ անձնակազմի հետազոտությունների որակի, թափանցիկության, վերահսկումների, մի խոսքով բոլոր որակական չափանիշներին համապատասխանությունը։ Եվ in vitro-ն եւ Գերմանիայի ամենաառաջավոր լաբորատորիաները բոլորն էլ ունեն այդ ISO 15189 սերտիֆիկատը։ Բայց դրանից բացի գերմանական լաբորատորիաները կարող են ունենալ իրենց ազգային ինչ-որ չափորոշիչ հանդիսացող, օրինակ իրենց ազգային առողջապահական ասոցիացիաների ներկայացրած սերտիֆիկատ, իսկ ռուսական ընկերությունը բնականաբար ունի ռուսական ասոցիացիայի, բժշկական ասոցիացիայի առողջապահության նախարարության կողմից տրված, բայց իրենց ստատուսով եւ իրենց միջազգային կվալիֆիկացիայով որակավորմամբ նրանք թերևս նույնն են։ Հետևաբար in vitro-ի անալիզները ոչ մի ձևով չեն կարող տարբերվել Գերմանիայի լաբորատորիաներում տրված անալիզներից։ Այստեղ մի հատ սկզբունքային պահ կա, որ եթե Գերմանիայում այդ լաբորատոր ցանցերը բոլորը զինված են նույն տեխնիկայով եւ ունեն նույն հնարավորությունները, ապա մեծության շնորհիվ այս ռուսական կամպանիան հիմնականում կենտրոնացված է Մոսկվայում, որտեղ in vitro-ն ունի 9 լաբորատորիաներ Ռուսաստանի տարածքում եւ համեմատությունը գնում է միայն Մոսկվայում կատարվող հետազոտությունների, որոնք միանշանակ հանդիսանում են եվրոպական
ամենաբարձր ստանդարտ եւ in vitro-ն ունի այդ 1589 ISO-ի սերտիֆիկատը եւ նա իր որակով ոչ մի ձևով չի զիջում գերմանական կամ ֆրանսիական լաբորատորիաների կատարած հետազոտություններին։ Ինչու են տարբեր լաբորատորիաներում տրված անալիզների արդյունքները տարբերվում միմյանցից։ Շատ կարևոր եւ հրատապ հարց է։ Այո, շատ հաճախ է լինում դա, որ տարբեր լաբորատորիաներ նույն մարդու նույն անալիզների տարբեր պատասխաններ են տալիս եւ դա շփոթության մեջ կարող է գցել պացիենտին։ Այստեղ մի քանի գաղտնիք կա։ Լաբորատոր անալիզների ճշգրտությունը պայմանավորված է ոչ միայն լաբորատոր տեխնիկայի հնարավորություններով, այլ նախաանալիտիկ փուլում կատարված ճշգրիտ մեթոդիկաների պահպանմամբ, օրինակ անալիզների ճիշտ վերցմամբ, ժամկետների պահպանմամբ, օրինակ հորմոնալ անալիզները օրվա տարբեր ժամերին կարող են տատանումներ տան։ Յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է եւ ունի որոշակի բիոլոգիական ռիթմեր եւ այդ ռիթմերից կախված նույնպես կարող են տարբեր տվյալներ լինել։ Բացի դրանից նշանակություն ունի սոված թե կերած լինելու հանգամանքը, նշանակություն ունի առաքման, կենսանյութի առաքման եւ ճշգրիտ պայմանների պահպանման պայմանները, ինչպիսի պայմաններում է տվյալ կենսանյութը հասվել լաբորատորիա ժամկետները, ճիշտ ռեակտիվների օգտագործումը եւ ի վերջո յուրաքանչյուր լաբորատորիա ունի իր ստանդարտը, այսինքն երբ որ մենք ունենում ենք փաստացի թվերի տարբերություններ, դա դեռևս չի նշանակում, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ է։ Պետք է ելնել տվյալ լաբորատորիայի չափորոշիցից եւ գնահատել ըստ դրա։ Իրականում նորմայում թույլատրվում է, որ յուրաքանչյուր լաբորատորիա կարող է որոշակի շեղում ունենալ մինչև 3% ճշգրտության, բայց եթե այդ թվերը ավելի մեծ են, այստեղ արդեն ուրեմն կարող է լինել ինչ-որ մի թյուրիմացիոն կամ բժշկական սխալ, որը կարող է վճռական նշանակություն ունենալ։ Շատ կարևոր է նախաանալիտիկ փուլում մեթոդիկաների ճշգրիտ պահպանումը, շատ կարևոր է, որ կենսանյութի ճշգրիտ վերցնումը, ստերիլության պահպանումը, ժամկետների պահպանումը, այս բոլորից կախված, այո, կարող են տարբերություններ լինել, որը որ կարա մեծ դեր ունենա դիագնոստիկայի ճշգրտության հարցում։ Կա տեսակետ, որ in vitro-ն իր հետազոտությունները կատարում է ռուսական եւ չինական ռեակտիվներով։ Ինչ կասեք դրա մասին։ In vitro-ի Մոսկվայի կենտրոնական լաբորատորիան, որը սպասարկում է Հայաստանին, ուրեմն իր ապարատուրայի 95%-ը դրանք աշխարհում ամենալայն ճանաչում եւ ամենամեծ ընդունելություն արժանացած դիագնոստիկ ընկերությունների արտադրանքն են։ In vitro-ի ապարատուրայի 95%-ը դրանք ամերիկյան Abbott, շվեյցարական Roche ընկերությունների, ճապոնական Sysmex ընկերության ապարատուրան է, ինչպես նաև ֆրանսիական Biomerio ընկերության սարքավորումներն են, որոնք կիրառվում են Մոսկվայի կենտրոնական լաբորատորիայում, որը սպասարկում է Հայաստանին, եւ չի կարող ամերիկյան կամ ասենք ֆրանսիական, գերմանական, շվեյցարական արտադրանքի վրա, դիագնոստիկ ապարատուրայի վրա կիրառել ռուսական կամ չինական տեստեր։ Դա կարող է մաքսիմում 5% լինել, եթե այդպիսի բան կա, բայց չի կարող օրինակ ասենք Mercedes-ի վրա Ժիգուլու ավտոպահեստամաս կիրառել, այնպես էլ չի կարող Abbott-ի սարքավորումը աշխատել ռուսական կամ չինական տեստերով։ Հետևաբար չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ամբողջ ապարատուրան 95%-ը համաշխարհային առաջատարների կողմից արտադրված դիագնոստիկ ապարատուրան է, որը կիրառվում է բարձրագույն ստանդարտներով հենց in vitro-ում։ Ինչ առավելություն ունի in vitro Արմենիայի հետ համագործակցությունը բժշկի համար։ Բժշկի համար ամենակարևոր առավելությունը թերևս որակն է, որովհետև դրանից է կախված, թե ինչ հաջողությամբ եւ ինչ ճշգրտությամբ բժիշկը կկարողանա ախտորոշել հիվանդությունը, բայց բացի որակից գոյություն ունեն նաեւ մի քանի այլ նրբություններ, որոնք in vitro-ն դարձնում են հետաքրքիր եւ կարեւոր ոչ միայն պացիենտի տեսանկյունից, որտեղ կարող են կատարվել մեծ թվով հետազոտություններ միաժամանակ, այսինքն հիվանդը ստիպված չի լինում գնալ մի քանի տարբեր լաբորատորիաներ։ Միանգամից մտնելով in vitro նա կարող է բոլոր իրեն հետաքրքրող անալիզները հանձնել։ Իսկ բժշկի համար, բացի այն, որ որակի երաշխիք է in vitro-ի արված անալիզը, դրանից բացի in vitro-ն ունի համագործակցություն բժիշկների հետ, այսպես ասած, կուլիսների ետևում։ Երբ որ գոյություն ունեն ինտերնետային սայթեր, կոնսուլտացիաներ, in vitro-ն հրապարակում է ամսագրեր, դիագնոստիկ ալգորիթմներ, կարողանում է ներկայացնել բժշկական հանրությանը հատուկ դիագնոստիկ մեթոդներ, կատարվում են քննարկումներ, ցանկացած բժիշկ, որը համագործակցում է in vitro-ի հետ, կարող է կապնվել համ
համապատասխան կոնսուլտացիոն կենտրոնի հետ եւ տեղեկատվություն ստանալ իր հիվանդի հետ կապված անալիզների, վերլուծության եւ դրանով իսկ շատ կարեւոր ներդրում ունենալ դիագնոստիկայի հարցում եւ ճշգրտության հարցում։ Բացի այդ, in vitro-ն ունի տպագիր օրգաններ, բյուլետեններ, գրականություն, որը հասանելի է դարձնում իր հետ համագործակցող բժիշկներին, որը ոչ պակաս կարևոր է, որովհետեւ որպես պրակտիկ բժիշկ ես կարող եմ ասել, բազմաթիվ դեպքերում առաջանում են թյուրըմբռնումներ եւ հարցեր լաբորատորիայի տված տվյալների հիման վրա։ In vitro-ն տալիս է այդ հնարավորությունը, երբ որ ցանկացած բժիշկ կարող է կապնվել եւ պարզաբանել իրեն հետաքրքրող բոլոր հարցերը։ Ընդհուպ մինչեւ նախադիագնոստիկ փուլում, թե ինչ կասկածներ կան եւ ինչ հետազոտության ծրագրով ճիշտ կլինի կատարել դիագնոստիկան։ Ինչ կարծիք ունեք ինքնաբուժության եւ համացանցում գտած այդ դիետաների հետ կապված։ Ինչ վտանգներ կարող են պարունակել։ Այո, իրականում կա այդպիսի բան եւ կան վտանգներ, ամբողջ խնդիրը նրանում է, որ հայկական առողջապահական միջավայրը չի վերահսկվում պատկան օրգանների կողմից եւ ցանկացած իրեն քիչ թե շատ գրագետ համարող բժիշկ կամ նույնիսկ ոչ բժիշկներ կարող են հանդես գալ սոցիալական ցանցերում, mass մեդիայով եւ կարողանում են երբեմն ոչ պատշաճ եւ ոչ ճիշտ տեղեկատվություն մատուցել հանրությանը, իսկ քանի որ մեր լսանի մի զգալի մասը երիտասարդներ են, որոնք անփորձ են, որոնք փորձում են հետևել այդ ցուցումներին եւ կարող են իսկապես վնաս հասնել իրենց առողջությանը։ Այսօր մեր առողջապահական ցանցերով, մեր mass մեդիայում եւ սոցիալական ցանցերում գովազդվում են բազմաթիվ անարժեք եւ իրենցից ոչինչ չներկայացնող եւ բուժական որևէ ապացուցված արդյունավետություն չունեցող ապրանքներ, դիետաներ, որոնք ինքնակամ ներկայացնում են ինքնակոչ այսպես կոչված մասնագետները եւ դա իսկապես կարող է վնասել։ Չի կարելի միայն ինտերնետային այդ աղբյուրներից օգտվելով կատարել ընտրություն բուժման մեջ եւ զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ բազմաթիվ դեպքեր կան, որ մարդիկ վճարելով բավականին թանկ այդ սննդային կենսահավելումների համար կամ կիրառվող առաջարկվող մեթոդների համար չեն ստացել բավարար արդյունքներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հակառակը կարող են նույնիսկ բացասական արդյունքներ լինել։ Հետևաբար ամեն դեպքում ունենալ կողքին վստահելի բժիշկ եւ բոլոր կոնսուլտացիաները անել նաեւ բժշկի հետ դա պարտադիր եմ համարում։ Որոնք են այն հիմնական սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս սննդակարգում։ Սխալները բազմաթիվ են։ Այսօր մեր սննդի արդյունաբերությունը հիմնված է միայն մարքեթինգի եւ բիզնեսի գաղափարի վրա եւ ժողովրդի մի զգալի մասը, այդ թվում հատկապես երիտասարդությունը, սնվում է բացառապես փողոցում, ֆաստ ֆուդերի կետերում, արագ պատրաստման ամենատարբեր փողոցային եւ ոչ փողոցային սննդային կետերում, որոնք չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, հետևանքները չունենալ երիտասարդի առողջության վրա։ Այդ տրանսճարպերի կիրառությունները, շաքարի չարաշահումը, աղի չարաշահումը, սննդային կենսահավելումների, արոմատիզատորների եւ հավելանյութերի օգտագործումը ժամանակի ընթացքում բերում է անխուսափելիորեն բերում է օրգանիզմի քայքայման, բերում է օրգանիզմի վնասման եւ տարիների ընթացքում դա արդեն վրեժ է լուծում մարդուց եւ դրսեւորվում է առողջության ձևով։ Շատ կարեւոր եւ կոպիտ սխալներից մեկը մարդու սննդային ոչ ճիշտ ռեժիմի պահպանումն է։ Ինչու՞, որովհետեւ բազմաթիվ քաղաքացիներ իրենց աշխատանքային զբաղվածությունից ելնելով չեն կարողանում ռեժիմ պահպանել սնուցման, ամբողջ օրվա ընթացքում կարող են ընդհանրապես չսնվել, նախաճաշը որպես այդպիսին գրեթե վերացել է բազմաթիվ մարդկանց մոտից, որ ամենակոպիտ սխալներից մեկն է եւ հակառակը երեկոյան ուշ ժամի ուտելը։ Եվ այսօր, երբ որ ճարպակալումը եւ քաշի ավելցուկը դարձել է դարի հիմնախնդիրներից եւ առողջության գլոբալ հիմնախնդիրներից մեկը, թերևս հիմնական պատասխանատուն հենց սննդային գործոնն է, ոչ ռացիոնալ, անառողջ սննդի ընդունումը եւ ոչ ճիշտ ռեժիմի պահպանումը։ Ինչու է կարևոր տարին մեկ անգամ անցնել կանխարգելիչ հետազոտություն։ Ես քիչ առաջ ասեցի դիագնոստիկայի կարևորության մասին, այն մասին, որ բազմաթիվ հիվանդություններ պարզապես չունեն ախտանիշներ։ Նրանց մի մասն էլ սկզբնական փուլերում չունի ախտանիշներ եւ երբ որ մարդը չի հետևում իրեն եւ անտեսում է իր առողջությունը սուբյեկտիվ գանգատներից ելնելով, նա կարող է պարզապես մեծ վնաս հասնել իր օրգանիզմին։ Ապացուցված է, որ յուրաքանչյուր մարդ առնվազն տարին մեկ անգամ պետք է հետազոտվի։ Յուրաքանչյուրը անհատական ծրագրով ելնելով իր օրգանիզմի սպეციფიკայից, իր անհատական առանձնահատկություններից, բայց կան նաև համընդհանուր նորմեր եւ
չափորոշիչներ, որոնցով երեխաների համար, մեծերի համար, հատկապես օրինակ մանկական ազգաբնակության շրջանում, երբ որ երեխաները, այսպես ասած, համր գոյ են եւ նրանք չեն կարող իրանց հիվանդությունների վերաբերյալ որոշակի գանգատներ կամ ինֆորմացիա ներկայացնել, դիագնոստիկան պարտադիր է։ Դրա համար խորհուրդ է տրվում օրինակ երեխաներին հետազոտել տարին 1-ից 2 անգամ, իսկ չափահաս ազգաբնակությունը նվազագույնը տարին 1 անգամ, բացահայտելու համար նախասկզբնական փուլերում դեռևս նիրհող, քնած կամ նոր սկսվող հիվանդությունները եւ կազմակերպել արդյունավետ բուժում։ Իսկ որոնք են այն բազային հետազոտությունները, որոնք պետք է հանձնեն ստամոքսաղիքային համակարգի վիճակը հասկանալու համար։ Բազային հետազոտությունները մեր հայկական պոպուլյացիայում շատ են իհարկե ստամոքսաղիքային խնդիրները, նաև պայմանավորված սննդային ռեժիմի խախտումներով եւ սննդի անորակություններով։ Կատարվում են արյան հետազոտություններ լյարդի ֆունկցիայի որոշում, ստամոքսաղիքային տրակտում ինֆեկցիաների առկայության հետ կապված, մարսողական ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ վիճակի գնահատում, սոնոգրաֆիկ հետազոտություն, որ գնահատում է տարբեր ներքին օրգանների անատոմիական վիճակը, անալիզներով հնարավոր է նաև բացահայտել նրանց ֆունկցիոնալ վիճակը, եւ իհարկե բժշկի խորհրդով կարելի է ավելի խորացված հետազոտություններ անցնել։ Յուրաքանչյուր մարդ ինքը գիտի իր օրգանիզմը, իրենից լավ ոչ ոք չի կարող տեղեկացված լինել իր օրգանիզմի առանձնահատկությունների մասին եւ ներկայացնելով խնդիրը մասնագետ բժշկին նա կարող է բավարար տեղեկատվություն ստանալ, թե ինչ ծրագրով պետք է հետազոտվի։ Ամեն դեպքում արյան մեզի ընդհանուր հետազոտությունները նու այսօր երիտասարդության համար շատ ակտուալ թեմա է սեքսուալ ազատությունը եւ սեռավարակների առկայությունը եւ բազմաթիվ երիտասարդներ զբաղվում են ինքնաբուժմամբ, սրանից լսելով կամ դարձյալ սոցմեդիայում ներկայացվող կիսատ պռատ, այսպես կիսագրագետ լուծումներով, հետեւաբար յուրաքանչյուր մարդ ելնելով իր տարիքային, իր օրգանիզմի առանձնահատկություններից պետք է բժշկի հետ խորհրդակցի եւ համապատասխան ծրագրով հետազոտվի։ Որոնք են այն 3 ոսկեկանոնները, որ կօգնեն մարդկանց երկար ժամանակ առողջ պահել մարսողական համակարգը։ Մարդու առողջությունը միասնական է, չի կարող միայն մարսողական համակարգը լինել առողջ, բայց ասենք սիրտանոթային համակարգը լինի վատառողջ կամ միզասեռական համակարգը։ Օրգանիզմը մի ամբողջություն է, մի միասնություն է եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Հետեւաբար, եթե խոսքը գնում է առողջության մասին, մենք պետք է ընդհանուր օրգանիզմի առողջությունից խոսենք։ Իհարկե, մարդը այն է, ինչ որ նա ուտում է, այդքանով որպես մուտքի դուռ, այո, մարսողական համակարգը հանդիսանում է այն պատնեշը, այն դարպասը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ամբողջ օրգանիզմի, այդ թվում եւ սիրտանոթային, նյարդային համակարգի վրա։ Ամենակարևորն է, որ պետք է առողջ ապրելակերպ, իսկ դա ինչ է ենթադրում, առողջ սնունդ, ֆիզիկական բարձր ակտիվություն, քաշի վերահսկում, քնի ռեժիմի կարգավորում, վնասակար սովորությունների վերացում, եթե այս բոլորը մարդը ճիշտ պահպանի, կատարի ընթացիկ սկրինինգային հետազոտություններ յուրաքանչյուրի համար ելնելով տարիքից, ելնելով վիճակից, ելնելով ընտանեկան անամնեզից, եթե այս բոլորը ճիշտ պահպանվի, մարդու առողջությունը իր ձեռքերում է, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր առողջությունը։ Ճիշտ է, կան բազմաթիվ գործոններ, որոնք կախված չի անհատից, օրինակ էկոլոգիական գործոնները, պատերազմները, կենսոլորտի աղտոտումը, բայց այն ինչ որ կապված է, դա գոնե մարդը պետք է կարողանա ճշգրիտ պահպանել։ Հարգելի հետևորդներ, իմ Դիտրո Արմենիայի հյուրն էր թերապևտ, գաստրոենտերոլոգ, բժիշկ Երվանդ Մանուկյանը։ Շնորհակալություն, բժիշկ Մանուկյան։ Շնորհակալություն։